Այս անգամ ցանկանում եմ, որպեսզի հարց-պատասխան ֆորմատով սկսենք, ընթացքում ինչ որ նախատեսել եմ ասելու, դա կասեմ, այնպես որ կարող եք ձեր հարցերը հղել։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, Փայլակ Ֆարազյան, իրականում եմ, պարոն Կոստանյան, բնավ չթերագնահատելով ձեր դերը եւ քաղաքապետարանում եւ լրագրողների հետ աշխատանքում, այնուամենայնիվ նաեւ մեծ լրագրողներից հետաքրքրում է, թե ինչու է Տիգրան Ավինյանը խուսափում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից, ասուլիսներից եւ հարցը, բայց արդեն բովանդակային հետեւյալն է, կարմիր գծերի վերաբերյալ դարձյալ եղավ որոշում եւ քաղաքապետարանը այն բողոքարկեց, ինչու է հետեւողականորեն քաղաքային իշխանությունը չի ընդունում այն պարտությունը, որ կարմիր գծերի թանկացման հիմքում դրել էր ըստ էության անարդյունավետ է, սկսած որ երթևեկությունը կարող է որոշակի առումով բեռնաթափվի եւ այլն, եւ երկրորդ հարցը կոռուպցիոն դրսևորումներին են վերաբերում ըստ էության չկա շաբաթ, որ քաղաքապետարանում կոռուպցիոն բացահայտումներ չլինեն, սրա վերջը ինչ է լինելու։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, հերթով անդրադառնամ բոլոր հարցերին էլ։ Նախ քաղաքապետի մասով, եթե չեմ սխալվում, քաղաքապետը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է ասուլիսներ, ինչպես նաև տարբեր իր շրջայցների կամ հանդիպումների ժամանակ բնականաբար պատասխանել է լրատվամիջոցների հարցերին։ Վերջի հարցազրույցը որպես այդպիսին, դա մայիսի 28-ին էր հապարանում, երբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հարցեր են եղել եւ կարծում եմ քաղաքապետը այդ ժամանակ էլ է պատասխանել, որոշ ժամանակ առաջ հիշում եմ, երբ որ պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնության հետ մեկնարկը տրվեց Հանրապետության մետրոյի կայարանում, այդ ժամանակ էլ է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին պատասխանել, չեմ կարծում որևիցե տեսակի խնդիր կա եւ առաջիկայում, երբ որ քաղաքապետը ասուլիս կունենա, վստահ եմ դուք ներկաներդ եւ նաեւ այլ լրատվամիջոցներ հնարավորություն կունենաք ձեր հուզող հարցերին պատասխանելու։ Ինչ վերաբերվում է կարմիր